Գյուրջան Կասկադ, ցանկացած համեմատություն մեր օգտին է։ Դուք նշեցիք, որ process-ի ժողովրդի մեծ մասը դեմ է։ Ես, ես չեմ ժխտելու։ Ես գիտեք, այդ բանավեճի մեջ չմտնելու համար, որ ես հայտարարեցի, որ զրոյական կետ եմ համարում։ Ես ավելին եմ ասում, ավելի հեռուն եմ գնում, ասում եմ ոչ միայն դուք ասում եք ժողովրդի մեծ մասը դեմ է, ես ասում եմ այս իդեայի գաղափարի կողմնակիցների թիվը համարում եմ 0։ Հավարում եմ 0 եւ process-ը հենց այդտեղից է սկսում, որ այդ էլի հին բանաձևերից, որ օգտագործել եմ 1+1-ի տրամաբանությամբ։ Ես ինձ դիրքավորում եմ որպես ոչ թե առաջին, այլ մեկ կողմնակից այս գաղափարի եւ այդ դիրքից եմ ես խոսում եւ այս process-ը հենց դրա համար է ավելանում այդ համախոհների թիվը, թե չի ավելանում, որովհետեւ տեսեք, այստեղ շատ կարևոր մի բան կա, որը մարդիկ երբեմն բաց են թողում տեսադաշտից։ Աբսուրդ կլինի, եթե մեր կառավարությունը ասելով, որ գիտեք ինչ, նախկինում սահմանադրությունները, որ ընդունվել են մի քիչ ընկալում են եղել, որ ժողովուրդը չի քվեարկել, փորձի նույն ճանապարհով բերի նույն իրավիճակը։ Դա աբսուրդ կլինի, ընդհանրապես անհեթեթություն կլինի, հասկանում եք։ Հենց այդ է, որ մենք պետք է արձանագրենք, իհարկե այդ մասնագետները կասեն, թե շեմը նոր սահմանադրության ինչպիսին է լինում, լավագույն առաջադեմ փորձը, բայց մարդը պետք է գնա, ես հենց այդ եմ ասում, մարդը պետք է գնա, էլ եմ ասում, թիվը ինչքան ընտրողների 50+1%-ը, թե քանի տոկոս պետք է դա տեղի ունենա։ Ինչ ուզ կառավարությունը ինչքան էլ ասի, կառավարության գործը հենց առաջարկելն է եւ ասելը իր կարծիքով ինչ պետք է անեն մարդիկ։ Մարդիկ այ ընդդիմություն տարբեր քարոզչություններ կլինեն եւ մարդիկ կորոշեն։ Ես եմ ուզում, ես ուզում եմ այս մի բանը շատ հստակ լինի։ Այդ այդքան ֆունդամենտալ բան է մեզ համար, որ մենք սահմանադրության ընտրությունների մի ձայնի կեղծիքի մենք չենք գնա։ Դա բացառված բան է, որովհետև դա աբսուրդ է։ Հետևաբար այս ընդունելով ձեր ասածը, ես ավելին եմ գնում, ասում եմ 0 է կողմնակիցների թիվը, եւ այս քննարկումը նաեւ պետքա օրգանական կապը ստեղծի։ Մենակ մարդը ոնց քվեարկի որոշի։ Պետքա օրգանական կապ ձևավորվի, որ ինքը պետքա զգա սա նախագծի փուլից, մարդը իրավաբան չի, իր մասնագիտական նյուանսների մեջ մենք բնականաբար պետք չի մտցնել, բայց ինքը պետքա զգա քաղաքական process-ը, ինքը թեզերի մակարդակով պետքա հասկանա բանավեճին հետևելով եւ ինքը իր մեջ որոշի, ինքը դրա կողմնակիցն է, թե դրա կողմնակիցը չի։ Ես համաձայն եմ այն ձևակերպման հետ, որ ասվեց, որ այս գաղափարախոսության իրական ամենակարևոր դրույթներից մեկը այն է Հայաստանի Հանրապետության ֆունկցիոնալ նշանակությունը։ Ինչի համար է Հայաստանի Հանրապետությունը։ Տեսեք, մենք այդ ֆորպոստի խոսույթը միշտ եղել է մեր իրականության մեջ, բայց ես ուզում եմ մի նյուանսի մասին ասեմ։ Մենք այդ ֆորպոստի խոսույթը միշտ կապել ենք ուրիշների հետ։ Բայց Հայաստանի Հանրապետությունը մեզ համար էլ է ֆորպոստ եղել։ Մեզ համար էլ է ֆորպոստ եղել, որովհետև դա հենց այն չի, այնտեղը Հայաստանի Հանրապետությունը մեզ համար նպատակ չի եղել։ Հայաստանի Հանրապետությունը մեզ համար ֆորպոստ է եղել ինչ որ այլ նպատակների հասնելու ավելի մեծ, ավելի կարևոր, ավելի սիրելի նպատակի հասնելու համար։ Ֆունդամենտալ ինձ համար էլ է ժողովուրդ ջան տենց եղել։ Այսինքն ես որ ասում եմ մեզ համար, հանկարծ այս անընդհատ ուզում եմ շեշտեմ։ Սա մեզ համար, ինձ համար, բոլորիս համար։ Մենք այդ ընկալման մեջ ենք եղել։ Մենք չենք կարող ժխտել եւ դա մեր պատմության մասն է, այո։ Հենց ֆունդամենտալ փոփոխություններն է, որ դուք ֆունդամենտալ մարդը ուզում է ապրի։ Մարդը ուզում է ապրի եւ պետք չի դրա մեջ տեսնել ապազգային բան, որտեղ մարդը ուզում է ապրի, հասկանում եք։ Եվ այս շատ էական հանգամանք է, որ Հայաստանի Հանրապետությունը
Հայաստանի Հանրապետության քաղաքացու բարեկեցությունը ապահովելու համար այն բռնման, որ բարեկեցության մեջ մտնում է անվտանգությունը, մտնում է ժողովրդավարությունը, ազատությունը, օրինականությունը, կենցաղային բարեկեցությունը եւ այլն եւ այսպես շարունակ։ Եվ հա Այո, մնացածը ես թվարկումը սպառիչ չի, որտեղ առանց good governance-ի այդ ամեն ինչ չի լինի։ Ժողովրդավարական երկիր չենք։ Գիտեք, ես ձեզ ժողովրդական կամ Այո, ես դրա հետ չեմ վիճելու։ Ես համաձայն եմ ձեզ հետ, բայց հիմա ես ուրիշ բան եմ ուզում ձեզ ցույց տալ եւ այդ իմ ընկալումն է, այդ նաեւ սրա պատճառը, որ ես ձեր ասածը զգալով է, որ X պահի այդ տեսեք, այսօր 3:22:49, 12:53, 10 դուք ստեղ ոչ մի հատ չպատասխանած նամակ չեք գտնի։ Սա քաղաքացիների նամակներ են, որոնք ձեր ասածի համար է, այսինքն ես նկատի ունեմ, ձեր ասած ազդակը ես էլ եմ զգացել, որ ես հասկացել եմ, որ ես պետքա ուղիղ կապի մեջ լինեմ, պետքա մարդիկ հնարավորություն ունենան, ես շատ ինքս ինձ հարց եմ տալիս, մեկ ասում եմ, ես ժամանակը ճիշտ բանի վրա եմ ծախսում, մարդիկ գրում են ամենափոքր հարցերից ընդհանուր այն օրը Սյունիքի մարզի մի գյուղից գրել են, որ ջուրը կտրվել է, ես ուղարկում, հետո ինքս ինձ հարց եմ տալիս, ասում եմ, բայց լավ, ես ժամանակը ճիշտ բանի վրա եմ ծախսում։